Ծեծիր։ Մինչև չծեծես ոչինչ չեմ ասի։ Սովետական միլիցիան ծեծին դեմ է, ծեծը սովետական միլիցիայում ընդունված չէ։ Դե որ չես ծեծում էլ ուրիշ ինչ կա։ Սիրված ֆիլմի էլ ավելի սիրված հերոսը մեղմ ասած ազնիվ չէր։ Սովետական միլիցիայում ծեծը լավ էլ ընդունված էր։ Ընդունված էր նաև Հայաստանի միլիցիայում, հետո Հայաստանի ոստիկանությունում։ Հույս կար, որ ռեբրենդինգից հետո նորացված իրավապահ համակարգում ցուցմունքների կոզման այդ մեթոդից ձերբազատվել են։ Բայց վերջերս համացանց արտահոսած կադրերը ցույց տվեցին, որ մենք լավատես էինք։ Ես պետք է նստենք, հասենք, կզնանք իրար ինչ չեր գա, քո կարծիքով։ Դա ինքս ես եմ երբ կգա։ Ես իգե մի խփի։ Ես ասեմ մի խփի։ Շաքարս որ բարձրացավ դու Պատի մերան ես շատ։ Ինչ պետք է անես։ Տեսանյութի ճակերտավոր հերոսը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանքը եւ կասեցվել են պաշտոնեական լիազորությունները։ Օրինակ 2024 թվականի ընթացքում իրապահ մարմինների կողմից, ծառայողների կողմից ոստիկանության ենթադրյալ բռնության դեպքով նախաձեռնված 224 քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդամենը 3 ոստիկանության ծառայողի նկատմամբ։ Դեռ փաստ չէ, որ 3 մեղադրյալ իրավապահներից որևէ մեկին վերջում դատարանը կճանաչի մեղավոր կամ էլ պատասխանատվության կենթարկի։ Այսինքն իրավապահների բռնության ենթարկելու վերաբերյալ բողոքների գրեթե 99%-ը չեն հասնում դատարաններ։ Մեկը գուցե կմտածի, որ սա օբյեկտիվ իրականություն է, մյուսը, որ պետական համակարգը պաշտպանում է օրինազանց իրավապահներին։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2023 թվականի զեկույցը հենց հիմա ասում է, որ երկու դեպքով առնվազն ԱԱԾ-ում եւ քննչականում եղել են էլեկտրաշոկի դեպքեր։ Հարցաքննության ժամանակ սա բացահայտված դեպք է։ Խոշտանգումը այդպիսի բան է, բոլոր պետությունները ասում են մեզ մոտ չկա, եւ մեզ մոտ չկա ասում են բոլոր նաեւ այն պետությունները, որտեղ բազմաթիվ են այդ դեպքերը։ Քննչական կոմիտեում 2022-ին ստեղծվել է հատուկ վարչություն, որի գործը իրավապահ համակարգում ենթադրյալ խոշտանգումների դեպքերի քննությունն ու բացահայտումն է։ Մինչև օրս սակայն տվյալ կառույցը չի ներկայացրել հաշվետվություն, թե իրավապահների կողմից քաղաքացիների խոշտանգման ինչ դեպքեր են բացահայտել։ Դուք պիտի Facebook-ում տեսնեիք այն մարդկանց նկարները, ովքեր խոշտանգման պատճառով ազատվել են աշխատանքից։ Դուք տենց բան տեսել եք, ոչ։ Մենք տեսնում ենք, որ այսքան մարդու նկատմամբ ծառայական քննություն է, այսքան մարդու լիազորություն կասեցվել է, այսքան մարդ դուրս է մնացել ծառայությունից։ Վերջ։ Ինչ պատճառով, ինչու։ Առաջին օղակը, որին սովորաբար դիմում են իրավապահների խոշտանգումներից բողոքող անձինք, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ Օրինակ, ի պատասխան բարձրաբանների պահանջին, քրեական հետապնդման մարմինները բարձրաբանում են ներկայացնում, որ օրինակ ենթադրյալ հանցանք կատարած անձը չի բացահայտվել, քանի որ տուժողը չի ներկայացրել բավարար նույնականացնող տվյալներ տվյալ անձի վերաբերյալ։ 2024-ին 224 բողոքների պատասխաններից շատերը հենց նման բովանդակություն են ունեցել։ Իրավապահների վերաբերյալ նաև քրեական գործեր կան, որոնց քննությունը ձգվում է արդեն տևական ժամանակ։ Հիմնականում քննությունը իրականացվում է տևական ձգձգումներով, ինչի հետևանքով շատ դեպքերում ապացույցները կորսվում են։ Այդ թվում անձանց ստացած մարմնական վնասվածքները լավանում են կամ տևական ժամանակ անց, օրինակ 1 տարի անց անձը նույն հետևականությունը չի ցուցաբերում տվյալ գործի դեպքի քննության վերաբերյալ, ինչ կցուցաբերեր սկզբնական փուլում։ Մենք հիմա խոսում ենք հետևանքների դեմ պայքարի մասին, այսինքն ինչպես բռնել մարդուն խոշտանգած իրավապահի ձեռքը, իսկ ինչ անել, որպեսզի նա այդպիսի օրինախախտում չգործի։ Որքան մարդ է բողոքել այդպիսի իրավիճակներից։ Սրանք պետք է լինեն հնարավորինս խորացված հետազոտություններ, որոնցով պարզ դառնա, թե ինչ է կատարվել նախկինում, անգամ եթե դա եղել է 1 կամ 2 կամ 3 տարի առաջ, որովհետև սա մեկ մարդու, մեկ քննիչի կամ մեկ ոստիկանի խնդրեմ չի։ Սա մեկ ազատազրկվածի խնդրեմ չի։ Եվ իսկապես հետաքրքիր կլիներ տեսնել վիճակագրություն, որը ցույց կտար, թե ոստիկանության որ տարածքային բաժնի, որ ծառայողի բռնի գործողություններից են բողոքել քաղաքացիները եւ ինչ բովանդակություն են ունեցել այդ բողոքները։ Թեթև ուսումնասիրությունը գուցե բացահայտեր համընկնումներ, որոնք չէին կարող պատահական լինել։ Օրինակ, կարող են գրանցվել նույն իրավապահի անվան եւ նրա օրինախախտումների վերաբերյալ բազմակի մեջբերումներ։ Փաստաբանի բացակայությամբ տրված ցուցմունքը մեղադրյալի կամ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի յուրաքանչյուր դեպքում համարում է անթույլատրելի ապացույց։ Այսինքն դա չի կարող օգտագործվել եւ կիրառվել քրեական դատավարության process-ի ընթացքում։ Ես կարծում եմ, որ այս տարական նորմի մասին
մեր ոստիկանության աշխատակիցները, իրավապահ շատ համակարգի աշխատակիցներ չգիտեն, ինչն էլ հանգեցնում է նրան, որ այս նախկին ձեռագիրը, նախկին գործելավոճը չի դադարում։ Սա քրեական դատավարության օրենսգրքում վերջին փոփոխությունների արդյունքն է, որով իրավապահ բաժիններում բռնության իմաստը տրամաբանորեն վերանում է։ Ոլորտում օրենսդրական այլ փոփոխություններ են կատարվել։ Երբ որ նախկինում մեղադրյալ ըստ էության ինչ ուզեր կարար ասեր, ինչ ցուցմունք ուզեր կարար տար, եւ ինքը դրա համար պատասխանատվության չէր ենթարկվում։ Այդ թվում կարող էր տալ սուտ ցուցմունքներ։ Նոր օրենսգրքի պայմաններում մեղադրյալը իրավունք չունի սուտ ցուցմունքներ տալու։ Մեղադրյալը կամ կարող է լռել, կամ կարող է խոսել եւ ասել միայն ճշմարտությունը։ Այսինքն, եթե մեղադրյալը սուտ ցուցմունք գրի, իսկ հետո տարբեր տեխնիկական միջոցներով ապացուցվի այդ կեղծիքը, նրան պատասխանատվության կենթարկեն, թեկուզ եւ հիմնական գործով նա ճանաչվի անմեղ։ Բայց միևնույնն է, օրենսդրական փոփոխություններով հանդերձ կա ռիսկ, որ իրավապահը ցուցմունք կորզելու նպատակով կարող է գնալ հակաօրինական քայլերի, ինչպես դա կանխել։ Ինչ է կատարվում քաղաքացիների հետ իրավապահների կաբինետներում փակ դռների հետևում։ Երբեմն նկարագրվում են պրոցեսներ, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն օրինականության հետ։ Բայց բոլոր այս զրույցները կարող են ուղղակի զրոյանալ, եթե կատարվի մեկ քայլ։ Իրավապահների կաբինետներում տեղադրվեն տեսախցիկներ։ Այդ պարագայում ապահովագրված կլինեն եւ քաղաքացիները, եւ իրավապահները։ Այն պահից սկսած, երբ օպերատիվ աշխատակիցը կամ ոստիկանության մեկ այլ աշխատակից, ոչ օպերատիվ աշխատակից, արդեն իրականացնում է անմիջականորեն շփում ձերբակալված անձի հետ, այսինքն ձերբակալման առաջին իսկ պահից պետք է այդ ամենը տեսաձայնագրվի։ Քաղաքացուն խոշտանգող իրավապահն առաջին հերթին ուժեղացնում է հենց հանցավոր աշխարհին, որի դեմ իբր պայքարում է։ Նա հիմք է տալիս քաղաքացուն իր խնդիրները լուծելու համար դիմել ոչ թե արդեն անվստահելի իրավապահ համակարգին, այլ քրեական ենթամշակույթը կրող կանխատեսելի անհատներին։ Բացի այդ, քաղաքացիների խոշտանգմանը գնացող ոստիկանը պետք է հիշի, որ ի տարբերություն մյուս հանցատեսակների, խոշտանգումը չունի վաղեմության ժամկետ։ Մեղքն ապացուցվելու դեպքում նույնիսկ 20 կամ 30 տարի անց նա պատասխան է տալու օրենքի առաջ։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։